Բարև ձեզ, Ֆակտոր TV հյուրը Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը, բարև ձեզ, Տիկին Ադամյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան մասնակցելու է օգոստոսի 6-7-ին ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, նա ի դեպ աչքի է ընկնում Պուտինի հետ զրույցից հետո կտրուկ սուր կատեգորիկ հայտարարություններով, օրինակ այսօր էլ ասում էր ԵՏՄ-ն կատվածահար վիճակում է, պայմանագիրը չի գործում, ԵՏՄ-ն չի գործում եւ այդ կատվածահար վիճակը խորանալու միտումներ է ցուցաբերում։ Այս հարցը եթե արագ չլուծվի 100% վստահ եմ Հայաստանը խնդիրը հաղթարելու է, ԵՏՄ-ն ոչ։ Այդ ձեր կարծիքով ինչու է վարչապետը սուր, հա, բառապաշար ընտրել Պուտինի հետ զրույցից հետո եւ ինչ որ թվում էր նրանք են վերջնագիր ներկայացնում, պաշտոնական Երևանից էլ հնչում են հայտարարություններ, որոնք նմանվում են ամեն դեպքում վերջնագրի։ Ես չեմ կարծում, որ մենք նոր ենք անցել վերջնագրերի լեզվին։ Պարզապես մենք հիմա թերևս հանել ենք վարդագույն ակնոցները, այն հավասարակշռման, տարածաշրջանայնացման, այսպես։ Մենք ենք հանել, թե Պուտինն է Փաշինյանի աչքերից հանել այդ ակնոցները եւ ասել առերեսվիր։ Եկեք ֆիքսենք վիճակը։ Մենք այլևս վարդագույն ակնոցներով չենք նայում իրականությանը։ Եվ մենք հրաշալի հասկացել ենք կամ գոնե արդեն ցույց ենք տալիս, որ հասկացել ենք այն պարզ իրողությունը, որ Ռուսաստանի Դաշնությունը չի հաշտվել, չի հաշտվում եւ չի հաշտվելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հետ։ Իսկ պարզ կոնկրետ ճշմարտությունը դա է։ Սուր բառապաշարի անցնելը Սուր բառապաշարի անցնելը կլինի, չլինի։ Անցյալ աշխատանքով լրագրող լինելով, հա, գիտեք, որ բառերը ընտրվում են հատուկ, հատկապես պաշտոնական հարաբերություններում։ Ոչ միայն անցյալ աշխատանքով լրագրող լինել, այլև 10 տարի պաշտոնական հանդիպումների ներկա լինելով, ես հրաշալի գիտեմ ինչ բառապաշար է օգտագործվում, նույնիսկ անգիր գիտեմ, որից հետո ինչ է ասվելու։ Խնդիրը դա չէ, խնդիրը գիտեք ինչ է։ Ռուսաստանի Դաշնության համար իսկապես եկել է ճշմարտության պահը։ Ճշմարտության պահը ոչ թե Հայաստանի Հանրապետության հետ միայն հարաբերություններում, այլև թերևս ինքը իր հետ հարաբերություններում, ինքը իր ժողովրդի հետ հարաբերություններում, իր քայլերի գնահատականների առումով։ Չենք սխալվի Ռուսաստանի խելամտության վրա հույս դնելով։ Մենք չենք ապավինում Ռուսաստանի խելամտությանը, որտեղ Ռուսաստանը ընդհանրապես խելամտություն չի դրսևորում։ Կարող եմ բերել վերջին պայծառ օրինակը։ Օրինակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ընդամենը 3 էր հայտարարում. ամբողջ աշխարհը մեր դեմ պատերազմի է դուրս եկել։ Ուզում ես հարցնես, իսկ ինչու՞։ Կամ եթե ամբողջ աշխարհը, իրոք ամբողջ աշխարհը ձեր դեմ, ինչպես դուք եք գնահատում պատերազմի դուրս գար, քանի օր կդիմանայիք։ Տիկին Ադամյան, այս հարցին վերադառնալով դուք ասեցիք ամեն դեպքում վերջնագրի Հայաստան շուտվանից է անցել, հա։ Եթե Փաշինյանը այս խոսքն էլ այդպես է ընկալում, ճիշտ եմ հասկանում, վերջնագրային, որ կատվածահար է։ Դա վերջնագրային չի, բան Անահիտ ջան, եկեք այսպես արձանագրենք։ Ինչ է ակնկալում, օբյեկտիվ ակնկալիքը ո՞րն է։ Օբյեկտիվ ակնկալիք այլևս չկա։ Օբյեկտիվ ակնկալիք Ռուսաստանի Դաշնությունից այլևս չկա, որովհետև իր բոլոր քայլերով, թենտրություններից առաջ, թենտրությունների ժամանակ, թենտրություններից հետո առավել ևս, հասնելով ամենայն դեպս իր ծրագիր մինիմումին, Ռուսաստանի Դաշնությունը համարում է, որ ինքը նահանջի տեղ չունի, հակառակ հիմա Հայաստանի նահանջի ժամանակն է։ Բայց Հայաստանը նահանջի տեղ չունի։ Սա է ամբողջ հարցը։ Եվ հարցը այն է, որ այո, շատ վաղուց հասել էր ժամանակը, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցային սեղանին Հայաստանի Հանրապետությունը ոչ թե դնի իր խնդրանքները, իբրև ԵԱՏՄ անդամ, իբրև հապկ սառեցված, տաքացած, չգիտեմ ինչ անդամ, այլ պարզապես դնի անկախությունից հետո կնքված բոլոր համաձայնագրերի վերանայման հարցը։ Բոլոր։ Այդ թվում կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու, այդ թվում Իրան-Հայաստան գազատարի ռուսական պատկանելության, այդ թվում ռուսական 102 ռազմաբազայի, այդ թվում ընդհանրապես Գազպրոմի հետ համաձայնագիրը։ Վերանայել նկատի ունեք չեղարկել։ Ոչ, վերանայել նկատի ունեմ նոր պայմաններ ժամանակին, իրավիճակին, աշխարհակաղակական փոփոխություններին հարիր նոր պայմաններ։ Եվ վերջապես ամենակարևորը ռուս սահմանապահների դուրս բերումը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Գիտեք, մենք ունենք գնալ դրան հիմա։
Իհարկե։ Ժամանակն է։ Վաղուց արդեն ժամանակն էր, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը դե ֆակտո Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի վիճակում է։ Այդ պատժամիջոցները պատերազմի ակտ են։ Կապ չունի այդ պատերազմը սառը թե տաք պատերազմ է։ Դա պատերազմ է Հայաստանի Հանրապետության դեմ։ Առավել ևս, եթե Հայաստանի Հանրապետությունը ամենայն դեպս նորմատիվ փաստաթղթերով համարվում է քո դաշնակից երկիրը։ Եկեք համեմատենք, հա։ Ինչ Եվրոպայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչ համաձայնագրեր են կնքել հետխորհրդային տարածքի մյուս պետությունները, իրավապայմանագրային ինչ բազա ունեն նրանք, ինչ բազա ունի Հայաստանը։ Տիկին Ադամյան, հասկացա, ամեն դեպքում ինչ կփոխի կամ ինչ սпасել Հայաստան-Ռուսաստան պաշտոնական հարաբերություններում։ Ձեր մեկնաբանությունները հասկանալի են, դրանք լսել եմ, բայց իրական գործողությունների Ռուսաստանը ինչ քայլեր է գնալ, մեզ համար կանխատեսելի են դրանք եւ արդյոք դրանք կառավարելի են, օրինակ սահմանապահների հարցը դրեցիք, մենք արդյոք ունենք նրանց փոխարինող կոնտինգենտ կամ ենթադրենք գազի պայմանագիրը չեղարկեցին, դա մոտալուտ լինող բան է մեծ հավանականությամբ, կարող է չանեն, բայց իրենց հռետորաբանությունից դատելով մենք ինչ ենք անելու, շատ կոնկրետ իրավիճակում, հա, մարդիկան ասում են ռազմաբազան հենց արեցին թուրքերը կհարձակվեն, մենք անվտանգային այլ հովանի չունենք կամ տնտեսական առումով մենք արդյոք ապահովագրված ենք, եթե ԵՏՄ-ից դուրս ենք գալիս, անցումը ոնց է լինելու, ուր ենք անցնելու։ Շատ կոնկրետ եկեք արձանագրենք, Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանությունից չի հրաժարվելու, Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվելու դրիպ նախագծից, որը Ռուսաստանի Դաշնության չէ բարձրաձայնված, բայց հիմնական պահանջներից մեկն է, Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվելու Եվրամիության անդամակցության գործընթացից։ Այ եկեք քաղաքականությունը կառուցենք հենվելով այս 3 ելակետերի վրա։ Ինչ կհետևի դրան Ռուսաստանից։ Ռուսաստանը դրան արդեն իսկ պատասխանել է իր սպառնալիքների այսպես փնջով, հայկական ապրանքների արտահանումը արգելելով, հայկական ապրանքների արտահանումը այսպես հայկական շուստրիության հետևանքով Վրաստանով, չգիտեմ, Բելարուսով, որտեղով Ռուսաստան Դաշնություն մուտք գործել է եւս արգելելով, այսինքն փակելով բոլոր հնարավոր սողանցքները, իսկ դա ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանի Դաշնությունն այս պարագայում իսկապես նահանջելու տեղ չունի, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը համարում է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքը ունի շատ մեծ վիթխարի ընտրազանգված եւ Հայաստանի Հանրապետությունում ունի այ Կրեմլի վկաների այնպեսի զանգված, որը ցանկացած պահի Հայաստանի Հանրապետությունում կարող է իրավիճակը ապակայունացնել, ցանկացած պահի կարող է հանգեցնել հեղաշրջման։ Ռուսաստանի Դաշնության խաղը դրա վրա է։ Չի նահանջելու այդ պատճառով։ Չի նահանջելու նաեւ այդ պատճառով, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը հաշվի չի առնում իրավիճակի մյուս կողմում է, դա սովորաբար երկու երես է ունենում, չէ՞։ Պարանը երկու ծայր է ունենում։ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է հենվել այդ ընտրազանգվածի վրա, որը հունիսի 7 ընտրություններում գնաց եւ ձայն տվեց Կրեմլի վկաներին, այսինքն Ռուսաստանի Դաշնությանը, բայց չի ուզում տեսնի այն մեծ, շատ ավելի մեծ զանգվածը, ընտրազանգվածի շատ ավելի մեծ հատվածը, որը Ռուսաստանի Դաշնությանը ասաց ոչ։ Եվ համենայն դեպս Ռուսաստանի Դաշնությունում չեն ընկալում այն շատ նույն տարբերությունը, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, եւ Հայաստանի Հանրապետությունում այդ բռնաճնշումները, բռնությունները, ընտրակեղծիքները, ընտրակեղծարարությամբ ինչ որ արդյունքների հասնելը գործնականում շատ դժվար է, եթե ոչ անհնար է։ Տեսեք, ասում եք չի նահանջելու։ Ըստ Միջազգային Հանրապետական ինստիտուտի հարցման քաղաքացիների 52%-ը կողմ կքվեարկի ԵՄ-ի անդամակցության հանրաքվեի դեպքում, դա ամիսներ առաջ է եղել 13%-ը դեմ։ Մոլդովայի հետ սա բացարձակ համեմատելու չի, այնտեղ համարյա 50-50-էր մի կերպ այնտեղ Եվրաքվեն հաղթեց, հա։ Ինչու չանել այդ հանրաքվեն, չեմ ասում հայտ ներկայացնել եւ տեխնացու դառնալ, ֆորմալ Հայաստանի քաղաքացիներին հարց տալ, նաև ռազմավարական հեռանկարի առումով։ Դուք այդտեղ ինչ-որ թակարդ եք տեսնում, կամ եթե թակարդ եք տեսնում, ինչու Եվրաքվեի այդ օրենքը առաջ մղեցիք, չէ՞ որ դա կարող է Եվրաքվեի օրենքը չէր ենթադրում անմիջապես հանրաքվեի գնալ։ Դա չկար Եվրաքվեի օրենքը, ընդամենը մեկ նախադասություն էր, որ Հայաստանի հիմնավորումներն էր շատ երկար, բայց ընդամենը մի նախադասություն էր Հայաստանի Հանրապետությունը սկսում է Եվրամիության անդամակցության գործընթաց։ Դա էր Եվրաքվեի մասին օրենքը։
Եվ այո, այն ժամանակ 60000 եւ ավելի 64387 թե ինչքան գուցե ստույգ չեմ հիշում, մեկ ամսում ընդամենը այդքան ստորագրություն հավաքվեց։ Եք Ռուսաստանի Դաշնության վարակ եք տեսնում այդ հանրաքվեի պահանջի տակ Ռուսաստանի։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ընդամենը Հայաստանի Հանրապետությունում անկայուն իրավիճակ ստեղծել, որտեղ միջազգային փորձը ամենայն դեպս Եվրամիության անդամ երկրների փորձը ցույց է տալիս, որ նման հանրաքվեներ անում են պայն, եւ պետությունը արդեն պատրաստ է Եվրամիությանը անդամակցել։ Բայց այս պայն մենք ոչ հայտ ենք ներկայացրել, ոչ անդամության թեկնածու ենք։ Սա ընդամենը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է ինքը իրեն ամբողջ աշխարհին եւ առաջին հերթին մեզ ապացուցել, որ իր պահանջին մենք ենթակա ենք։ Դա վասալի սյուզերենի ինչ որ պատրանքային, ոչ իրական, պատրանքային փոխհարաբերությունների մոդելի արտածում է ընդհանրապես։ Իսկ եթե հանրաքվեն լինի, ինչ անկայունություն կլինի։ Հանրաքվեն լինելուց առաջ բնականաբար Ռուսաստանի Դաշնության բոլոր, այսպես Հայաստանի Հանրապետությունում գործող ներկայացուցիչները մեզ ապացուցելու են, որ ԵԱՏՄ-ն փառահեղ կառույց է, որ ԵԱՏՄ-ում միայն մեր ապագան, ԵԱՏՄ-ից դուրս մենք կործանվելու ենք։ Եվրամիությունում մեզ ոչ ոք չի սպասում, մեր տնտեսությունը փտած է, մենք երբեք չենք կարող հասնել չափանիշներին, դա անհնար բան է, մենք կորցնելու ենք տնտեսությունը, մենք ընդհանրապես կորցնելու ենք անվտանգությունը, մենք գիտեք, էլի ես շարունակեմ այդ թվարկումը, թե ինչ ցնդաբանություն են մեզ հրամցնելու։ Գուցե նաև հասնելու ենք 300,000 ադրբեջանցիների եւ այլնի պատերազմի։ Կարող է ավելանա 300,000-ից։ 600,000-ի գուցե հասնենք, բոլոր դեպքերում հրաշքների աշխարհում ենք ապրում։ 300,000 եվրոպացիներ կլցվեն Հայաստանում։ Ուր էր։ Եվրոպացիները դժվար թողնեն իրենց երկրները եւ հայտնվեն աշխարհի ծայրում։ Եվրոպա փախած միգրանտներ։ Ես էլ եմ ասում, որ դրանք բոլորը քարոզչական հնարքներ է, այդ ամեն ինչը պարզապես Հայաստանի Հանրապետության վրա ճնշում գործադրելու միջոց է, ընդհանրապես։ Որովհետև Ռուսաստանի Դաշնությունն բոլորն էլ հիանալի հասկանում են, որ Հայաստանի Հանրապետությունը հիմա հանրաքվեի չի գնալու, հանրաքվեի գնալու որևէ իրավական հիմք կամ հանրաքվեի գնալու որևէ քաղաքական դրդապատճառ չկա։ Դա ընդհանրապես պետք է, որ Ռուսաստանի Դաշնությունը ինքը իրեն կամ իր ժողովրդին կամ չգիտեմ ում համոզի, որ այս ստոր Հայաստանը փորձում է մեր հաշվին ապրել, փորձում է մեր հաշվին բարգավաճել այնքան մինչև հասնի այս եվրոստանդարտներին, որից հետո մեզ այսպես կասի պրաշյայ եւ մեր հաշվին էլի կգնա Եվրամի։ Ամբողջ խաղը գիտեք շատ բարձունակ է, բայց մի քիչ միամիտ չի մտածել, որ սա զուտ քարոզչական նպատակ ունի, այսինքն Ռուսաստանը իրական Հայաստանի դեմ քայլերի չի գնալու, ասենք գազի այդ պայմանագրի չեղարկման, որով 30% իրական քայլերը վաղուց արված են։ Իրական քայլերը սկսեցին նրանից, որ Ռուսաստանի Դաշնության, ինչ ասեմ, խաղաղարարները հանձնեցին առաջին իսկ օրը սպասեք, եթե իրական քայլեր նկատի ունեք, սկսենք իրական քայլերի սկզբից։ Ոնց թույլ տվեց 2020-ի պատերազմը, եթե չլիներ Ռուսաստանի Դաշնության աջակցությունը Ադրբեջանը, անգամ Թուրքիան երբևէ երկուսով չէին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա։ Դա եղել է Ռուսաստանի Դաշնության թողտվությամբ, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը խնդիր ուներ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանի Դաշնությունը արդեն ծրագրել էր Ուկրաինայի վրա հարձակումը։ Եվ իր խաղաղապահները առաջին օրը հանձնեցին հին թաղերը, Խծաբերդը, Փարուխը։ Այդպես սկսվեց խաղաղապահ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում։ Սկսենք դրանից։ Ռուսաստանի Դաշնությունը ինչպես է պահպանում հայերի Հայաստանի Հանրապետության կամ ինչպես է կատարում իր միջնորդական պարտավորությունները։ Դեռ երեք Զախարովան ասում էր, որ ՀԱՊԿ-ը ընդհանրապես Լեռնային Ղարաբաղին չէր, իսկ ով էր ՀԱՊԿ-ին ասում Լեռնային Ղարաբաղ պաշտպանում, իրենց կեղծ ինչ որ ահա իրենք օրինում են, իրենք մեղադրում են, որևէ մեկը իրենց չի մեղադրել, որ ՀԱՊԿ-ն Լեռնային Ղարաբաղ ոչ, իրենք ունեն արդարանալու խնդիր, իրենք միտումնավոր կեղծ թեզ են հորինում, ստեր են հորինում, հերքում են իրենց ստերը, իրենք չեն խոսում նրանից, թե խաղապարները ինչու չգործեցին Արցախում, Հայաստանի Հանրապետության տարածքում, ռազմաբազան որտեղ էր ՀԱՊԿ-ը։ Այսինքն այդ կոնկրետ հարցերը լղոզելու փոխարեն դա հասկանալի է, ոչ թե եթե մենք շատ հիանալի մակարդակով է դա արվում, էլի։ Եթե մենք հրաշալի հասկանում ենք այդ ամբողջ խոհանոցը։ Միամտություն էր մտածել, որ այս հարաքվեի պահանջը զուտ
քարոզչական ինչ որ բան է, դա իրական քայլեր են, չէ՞, անելու։ Ոչ, իրական քայլերը արդեն վաղուց արված են, իրական քայլերը անելը կարող է լինել ընդհանրապես գազի գնի կամ թանկացումը կամ գազի մատակարարման դադարեցումը։ Այլ լծակ Հայաստանի Հանրապետության դեմ Ռուսաստանի Դաշնությունը չունի։ Փոխարենը մենք ունենք բազում լծակներ, շատ հանգիստ կարող ենք, ել եմ ասում, բանակցային սեղանին դնել 102 ռազմաբազայի հարցը։ Իսկ ով է ասել, որ այդ 102 ռազմաբազան մինչև 2045 թվականը պետք է Հայաստանի Հանրապետության տարածքում մնա, Սերժ Սարգսյանի թեթև ձեռքով, եւ դեռ մենք ինչ որ նրանց կոմունալ ծախսերի համար վճարներ անենք կամ պարագայում եւ ամբողջ աշխարհում, եթե ինչ որ երկրի տարածքում մեկ այլ երկրի ռազմաբազա ունի, դրա համար այդ երկրին է վճարում։ Ոչ թե մենք ենք վճարում։ 102 ռազմաբազայի հարցը բարի եղեք դրեք սեղանին։ Հիմա թե պատժամիջոցները եթե չչեղարկեն։ Հենց հիմա դրեք բանակցային սեղանին։ Հենց հիմա բանակցային սեղանին դրեք կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու կարգավիճակի փոփոխության հարցը։ Հենց հիմա սկսենք հասկանալ, այդ ոնց է լինում, որ հայկական ծառերին դեռ գտնվող մթերքները ինչ որ մանրեներ կամ մեջը բզեզներ են հայկական։ Այո, բայց Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն ներկրված ծորերի մեջ ոչինչ չկա։ Ֆրանսիացի հուսամ մեր բզեզներից չեն թույլ։ Եվ ինչու ենք մենք անverջ ծորեն գնում Ռուսաստանից, երբ կարող ենք այդ ծորենը գնել Ղազախստանից էլ, Ուկրաինայից էլ։ Դե Հայաստանի իշխանությունը իբր իր կարծիքով չի ուզում ինչ որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի ուզում սրել։ Չի ուզում սրել, Հայաստանի Հանրապետությունը առաջնորդվում է Կոտ Լեոպոլդի տրամաբանությամբ, «Ребята, давайте жить дружно»։ Բայց հիշում եք, չէ՞, այդ մուլտիկը եւ հիշում եք Ազվերինի պահը։ Հիմա Ռուսաստանի Դաշնության նախագահը երկարատև ժամանակով Ազվերին է ընդունել։ Չի կարող, չի հրաժարվելու իր տեսիլքներից, չի հրաժարվելու Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ուղեգից հետ բերելու մտադրությունից։ Սա ակնհայտ է։ Եվ այս պատժամիջոցների քաղաքականությունը նորանոր ինչ որ բաներ են հայտնաբերվելու, նորանոր ապրանքներ են սահմանափակվելու, սա շարունակվելու է, սա շարունակական գործընթաց է, որտեղ Կրեմլին վստահ են, որ այս գործընթացը իր արդյունքը բերելու է։ Հայաստանի Հանրապետությունում կա տրոյական ձին, այդ տրոյական ձին գումարվելու է այս ամեն ինչը, հավասարումը եզրափակվելու է նրանով, որ երկրում հեղաշրջում է լինելու։ Կլինի այսօր, կլինի վաղը, թե վաղը չէ մյուս օրը, դա կլինի ըստ պատժամիջոցների ճնշման աստիճանի, որտեղ հարվածը առաջացնում է հակահարված, դա ֆիզիկայի օրենք է, անգամ Պուտինը դա չի կարող ժխտել։ Բայց այս բոլոր հաշվարկները սխալ են։ Այս բոլոր հաշվարկները ի սկզբանե են սխալ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ունի այլընտրանք։ Այլընտրանք կա, այնպես չի որ нам куда деться из подводной лодки։ Մենք կարողացել ենք այդ այլընտրանքները գտնել։ Այս կարող եմ իշխանությանը բազում մեղադրանքներ ներկայացնել, որ իրենք իրավիճակը հասցրեցին այս մակարդակին։ Այս ամեն ինչը պետք է ժամանակին կանխել, հնարավոր է այս ամեն ինչը ժամանակին կանխել, այդ այլընտրանքները ժամանակին ստեղծելով եւ Ռուսաստանի Դաշնությանը պարզապես հնարավորություն չտալով իր մոնոպոլիաները պայթեցնել հիմա Երևանի կենտրոնում, իր մոնոպոլիաներով մեր վրա քաղաքական, արդեն մեզ վրա քաղաքական ազդեցության լծակ չդարձնել տնտեսական այդ ամեն ինչը կամած վերացնելով։ Այսա իշխանության մեղքն է։ Բայց հստակ նկատի ունեք այս ճնշումները։ Նկատի ունեմ այս ճնշումները, նկատի ունեմ նաև քաղաքական լծակները, որովհետև տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը մի նպատակ ունի աշխարհում, աշխարհին ներկայանալ գերտերություն։ Ուկրաինայի դեմ պատերազմն էլ դա է նշանակում։ Պատահական չի, որ մեզ խոսքի տակին գլխին անդադ ասում են, որ Հայաստանը գնում է Ուկրաինայի ճանապարհով։ Հայաստանը Ուկրաինայի ճանապարհով չի գնում։ Հայաստանը գնում է իր ճանապարհով։ Ռուսաստանն է փորձում բոլորի հետ խոսել պատերազմի լեզվով։ Լավրովը Երևանում հերքեց, որ Հայաստանն ուկրաինացում է սպասում, բայց դա մի քանի տարի առաջ էր, ասելով ռուսերենն այստեղ ոչինչ չի սպառում։ Տեսեք, անընդհատ խոսվում է ձեր ասած քաղաքական տրոյական ձիուց, Պուտինի ասած ռուսամետ ուժերից։ Ինքն է, այսինքն բացահայտել այդ ուժերի գոյությունը։ Առնվազն ինքը բացահայտել է, հա։ Թողեք աշխատեն։ Ինչքան էլ դուք ասեք, շատերը կարող են կասկածի տակ դնել, բայց ինչպես մի անգամ նշել եմ, Պուտինի խոսքը ավելի էս առումով հավատարժան է, քան ձեր, որովհետև դուք արևմտյան ուղղության ուժեք, դե բոլորին կարող եք ռուսամետ որակել։ Նայած ում համար։ Բայց որ Պուտինն է որակում, դա արդեն հավատարժանության գագաթնակետն է։
Կան քրեական գործեր, Ծառուկյան, Քոչարյան, Կարապետյան, այլ ուժերի ներկայացուցիչների նկատմամբ։ Արդյոք ձեր ընկալմամբ Հայաստանի իշխանությունը փորձի անում նրանց պահել կառավարելիության եւ վերահսկելիության ներքո, բայց արդյոք դա նաեւ, եթե այդպես է, կկանխի այդ ուժերի կողմից, այսպես ասենք, ռուսական ծիրում կամ սցենարում խաղալու ենթադրյալ ռիսկը, եթե կա այդպիսի ռիսկ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը շատ ուշ, շատ մեծ ապաղումով փորձում է սխալների ուղղում անել։ Իսկ ինչու պիտի ընդհանրապես այդ ուժերին հեղափոխությունից հետո չտրվեր քաղաքական գնահատական, ինչու պիտի այդ ուժերը զրկված չլինեին իրենց նյութական, հիմնական շարժիչ ուժից, որը դարձնում են քաղաքական կապիտալ։ Ինչու։ Եթե գանք վերջին ընտրություններին, ես կարծում եմ քաղաքացիական պայմանագրում հիմա թերևս չափազանց ուշ, բայց այնուհետև հասկացել են, որ ուժեղ Հայաստանը իբրև քանի դեռ իբրև շարժում էր, եւ քանի հանրապետություն կուսակցությունը բազմիցս բարձրաձայնում էր փաստը, որ սա ընտրակաշարք է եւ դու բացում ես գրասենյակներ X թվով, Y թվով աշխատողներ ես ընդունում ու Z գումարներ ես բաշխում առանց աշխատանքի բովանդակության։ Երբ այդ ուժը գրանցվեց իբրև կուսակցություն, սխալ էր գրանցումը հնարավոր, պետք չէր գրանցել, որովհետև ակնհայտ էր, որ այդ ուժը գաղափարական ինչ-որ ուժ է, ոչ թե ինչ-որ, չգիտեմ, կուսակցական հենք ունի, այլ սոսկ ֆինանսական հենք ունի եւ քաղաքական խնդիր լուծելու համար է։ Առավել ևս վերջին օրընտրությունների նախորդ օրը մենք դիմել էինք կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի գրանցումը անվավեր ճանաչելու։ Բայց դատարան չդիմեցիք, չէ՞։ Իսկ ինչու պիտի դատարան դիմեինք։ Մինչև վերջ գնայիք, իշխանությանը քլնգում եք, Մինչև վերջ գնալու, գիտեք ինչ։ Դուք մինչև վերջ չգնացիք Տիգին Ադամյան։ Ես կարծում եմ, որ աշխարհի վերջին միամիտ լինելը հանրապետություն կուսակցության, այսպես, չգիտեմ, առաքելությունը չի այս աշխարհում։ Ակնհայտ է, որ դա իշխանության գործն է եւ իշխանությունը պետք է այդ խնդիրը անի, որովհետեւ ինչ, բայց հանրապետություն կուսակցությունը չէր ընտրությունները կազմակերպում եւ հանրապետություն կուսակցությունը չէր պատասխանատվություն կրում ընտրությունների մրցակցային, կրկնում եմ, մրցակցային ժողովրդավարական բնույթի համար։ Այնպես որ մեզ մեղադրել, որ մինչև վերջ չենք գնացել, դա ներեցեք, բայց ոչ կոռեկտ մեղադրանք է։ Ես կարող եմ ցանկացած քաղաքական ուժի մեղադրել, որ այդ օրը չեկավ ու մեր կողքին չկանգնեց, բայց ճամարտակում էին բոլորը ժողովրդավարությունից, բոլորը խոսում էին մրցակցային պայմաններից, բոլորը դեմ էին փողի քսակների իշխանության։ Դուք իշխանությանը քլնգեցիք այդ հարցը։ Մենք չենք քլնգել, մենք իրավացի մեղադրանքներ ենք ներկայացրել։ Ուժեղ Հայաստան Դաշինք ԲՀԿ այդ ուժերին կարելի է արգելել նրանց ներկայությունը հանրապետական կուսակցություն տարբեր մեղադրանքներով, բայց 480,000 մարդ, եթե ԲՀԿ-ին էլ գումարենք մոտ 540,000, այս կուսակցություններին ձայն է տվել, հո այդ 500 միլիոնին չեն կալանավոր։ Միգուցե իշխանության տեսանկյունը այն է, որ այդ կես միլիոն ընդդիմադիր ձայները թող գնան այս ուժերի վրա, իսկ այս ուժերը մեզ համար կառավարել են, քրեական գործեր են, չգիտեմ, խուզարկություններ են, կալանքներ են, ամեն ինչ, այսինքն որոշակի կառավարելի պահել այդ կես միլիոնին։ Շնորհակալ եմ, դուք իսկապես հիասքանչ հարց եք տալիս, որովհետև այստեղ ես պիտի երբեմն պատահում է։ Հաճախ է պատահում, մի ամստացեք։ Տեսեք, դուք խոսում եք 480,000 ընդդիմադիր զանգվածի մասին, չէ՞։ 540 ԲՀԿ-ին էլ եկեք գումարենք։ Եթե ԲՀԿ-ին էլ գումարենք, մոտավորապես կես միլիոն, իսկ այդ կես միլիոնը ինչպես է ձևավորվել։ Դե ինչ Ինչպես է այդ կես միլիոնը ձևավորվել ժողովրդավարական երկրում, որտեղ ամեն ինչ այսպես գնում է դեպի զարգացում, մենք խաղաղության մեջ ենք ապրում եւ այլն եւ այլն, այդ ամբողջ քաղաքացիական պայմանագրի ամբողջ տեսլականը հիմա չներկայացնեմ։ Այդ ընտրազանգվածը ձևավորվել է երկրում աշխատատեղերի բացակայության հիման վրա։ Ֆիկտիվ, էլ եմ կրկնում այդ ֆիկտիվ բառը, ֆիկտիվ տնտեսական աճի վրա, որովհետև քանի դեռ քո երկրում չկա արտադրություն,
քանի դեռ դու ապավինում ես շինարարության, սպասարկման ոլորտին, զբոսաշրջության եւ այլ, փառք ու պատիվ այդ բոլոր ոլորտներում աշխատողներին, այստեղ ես որևէ խնդիր չունեմ, բայց քանի դեռ դու մրցունակ ապրանք չես արտահանում, քանի դեռ դու չունես արտադրություն, դու իրականում չունես տնտեսություն։ Եվ դա այսօր ձեր հարցին եմ պատասխանում, Ռոբերտ, ձեր հարցին եմ պատասխանում։ Եվ դա այսօր Ռուսաստանի Դաշնությունը դնում է մեր սեղանին, որովհետև մենք շարունակել ենք այդ մոնոպոլիաները ռուսական պահպանել։ Մենք վախեցել ենք արտադրություն ունենալ, մենք վախեցել ենք մեր ընդերքի տերը լինել, մենք վախեցել ենք տնտեսական անվտանգություն ունենալ, մենք մինչև հիմա չգիտենք մեր երկրորդ ատոմակայանով է կառուցելու։ Այո, կես միլիոն մի բան էլ ավելի ինդիմադիր։ Կես միլիոն եւ մի բան էլ ավելի ինդիմադիր ձայների ուժերի ներքո են, կառավարելի քրեական գործեր, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանցման։ Եվ դուք ուզում եք համարեք, որ մենք այդպես պետություն ենք զարգացնելու։ Այդ հարցը տվեք ես կարծում եմ, որ մենք այդպես պետություն չենք զարգացնելու։ Դե ֆակտո մենք ունենք մի խորհրդարան, որը շատ հետաքրքիր իրավիճակում է, իշխանության ընդդիմությանն է մեղադրում ոչ լեգիտիմ լինելու մեջ, ընդդիմությունն իշխանությանն է մեղադրում ոչ լեգիտիմ լինելու մեջ, բայց երկուսն էլ իրենց համարում են լեգիտիմ, խորհրդարանը համարում են լեգիտիմ, մանդատները վերցրել են եւ գնում են լեգիտիմ աշխատավարձը համարում են լեգիտիմ։ Աշխատավարձն էլ լեգիտիմ են ստանալու։ Կարող եք ինձ այս կազուսը բացատրել, ոչ լեգիտիմների լեգիտիմության կազուսը։ Գիտեք, այստեղ ստացվում է, որ իշխանությունն էլ է հաղթել, ընդդիմությունն էլ է հաղթել, այլ պետությունն է պարտվել։ Պետությունն է պարտվել, ընտրողն է պարտվել, ժողովուրդն է, դուք եք պարտվել, ես եմ պարտվել։ Գիտեք ինչու՞, որովհետեւ այս հերթական 5 տարին մենք էլի անցկացնելու ենք։ Դու հիմար ես, հիմարը դու ես ընդհանրական բանավեճի մեջ։ Մինչդեռ մենք ունենք լուծելու բազում խնդիրներ։ Եկեք հասկանանք աշխարհակաղակական իրավիճակը, եկեք հասկանանք տարածաշրջանային զարգացումները եւ եկեք հասկանանք, թե Բաղրամյան 19-ը ինչ կղզիացած, մեկուսացած վայր է լինելու աշխարհակաղակական այդ կտրվածքի վրա։ Ու դուք հիմա ինձ ասում եք 540 ընդդիմադիր։ Այ 540 միլիոն ընդդիմադիրը ձևավորվել են այդ մթնոլորտում։ 540 միլիոն ընդդիմադիրը ձևավորվել են օդից փող համակարգով։ Օդից փող համակարգով։ Բայց Տիկին Ադամյան, դուք քաշ հավաքեք, դուք վերցնեք այդ ձայները։ Մենք ընդհանրապես տարբերակ չունեինք, որովհետև մենք ոչ ունեինք վարչական ռեսուրսներ, որ կիրառեինք այս կամ այն ուղղությամբ, ոչ էլ միլիարդների վրա էինք նստած։ Եթե համեմատության մեջ նայեք, անգամ Ռոբերտ Քոչարյանը այդ մրցակցությունում, միլիարդների մրցակցությունում տանուլ տվեց, անգամ Ռոբերտ Քոչարյանը։ Այս աշխարհակաղակական կտրվածքով հիբրիդային պատերազմի այս ասպարեզում, որտեղ Ռուսաստանը խնդիր էր դրել ընդհանրապես ոչնչացնել ինքնիշխան Հայաստանը եւ ինքնիշխան Հայաստանը վերածել Ռուսաստանի Դաշնության 89-րդ սուբյեկտի, մենք իսկապես տարբերակ չունեինք, որովհետեւ համախմբվեինք, չհամախմբվեինք, ինչ անեինք, այս խաղում մեր ձայնը չէր լսվելու։ Այստեղ լսվելու էր փողի ձայնը եւ այստեղ լսվելու էր իշխանության ձայնը։ Շնորհակալություն, որ ձեր ձայնը այսօր լսվեց այստեղ։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ շնորհակալ ձեզ, որ իմ ձայնը լսելու հնարավորություն եք տալիս։ Գիտեք, այս պարագայում իմ ձայնը միայն իմ ձայնը չի, եւ միայն Հանրապետություն կուսակցության ձայնը չի։ Այս պարագայում իմ ձայնն են ամբողջ ընտրազանգված չասեմ, մտածող մարդկանց ձայնն է, որոնք այս երկրի տերն են։ Մտածող մարդկանց ձայնն է, որոնք այս իրավիճակի հետ երբևէ ոչ հաշտվել են, ոչ հաշտվելու են։ Եվ ես վստահեցնում եմ ձեզ, պարոն Անանյան, որ սա վաղվա ձայնն է։ Շնորհակալություն զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Անահիտ Ադամյանին։